Շաքարային դիաբետը ներզատական համակարգի հիվանդությունների մի խումբ է, որը բնութագրվում է ինսուլին հորմոնի պակասով կամ դրա լիակատար բացակայությամբ։ Ինսուլինի պակասի հետևանքով առաջանում են նյութափոխանակության լուրջ խանգարումներ և գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ մեծանում է։ Մասնագետների կարծիքով այս հիվանդության առաջացման ամենագլխավոր պատճառներն են ֆիզիկական ակտիվության բացակայությունն ու սխալ սննդակարգը, իսկ մեր մարզում այս հիվանդության տարածման արմատներն ավելի խորն են։ Հատկապես Գյումրիում մենք սա շատ ցավոտ ենք տանում, որովհետև մեր մոտ թիվը կտրուկ է բարձրանում։ Ինչ խոսք դրա մեջ մեծ տեղ ունի մեր վերջի 20 տարի ծանր ապրած տարիները, անդրադարձավ նյարդահոգեբանական վիճակը, քրոնիկական ստրեսները, սուր ստրեսները, ի վերջո բերում են շաքարախտի առաջացմանը։ Մասնագետներն առանձնացնում են այս հիվանդության երկու տեսակ։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ ավելի լայն տարածում ունի շաքարային դիաբետի երկրորդ տեսակը, որն ավելի հաճախ հանդիպում է 40-ից մարդկանց շրջանում և որպես կանոն կախված է սխալ սննդակարգի և քաշի ավելացման հետ։ Մասնագետներն այս հարցում խորհուրդ են տալիս դիաբետով հիվանդ մարդու սննդակարգում սահմանափակել յուղերի և խոլեստերինի քանակությունը։ Միևնույն ժամանակ դիաբետիկի սնունդը պետք է ապահովված լինի բավարար քանակությամբ էներգիայով և նպաստի հիվանդի քաշի կարգավորմանը։ Առանձին կերակուր պատրաստել ինչ խոսք շաքարախտով հիվանդի համար։ Նախ դա հոգեբաներն է ճնշում մարդուն եւ երկրորդը տան համար էլ դա ավելորդ հոգս է, չէ՞։ Ուտելիքը պետք է լինի զանազան, չի կարելի հիվանդին զրկել այս կամ այն ուտելիքից։ Եթե խախտում են ինչ-որ մի բան սննդակարգում, դա խախտեն բանջարեղենի զուգորդությամբ։ Բանջարեղենի կալորիաժը ցածր է, բանջարեղենը ինքը հեշտամարս է, կերած քաղցրը ինքը իրեն հետ շաղախում դուրս է բերում, կերած քաղցրը, եւ բացի դրանից ինքը իրեն մեջ պարունակում է ինուլին նյութը, դա ինսուլինը չէ, ինուլին նյութը, որը նույնպես օգնում է շաքարը կոնտրոլի տակ պահելու։ Քանի որ հիվանդությունը ժառանգաբար փոխանցվող է, բժիշկները բնակչությանը խորհուրդ են տալիս շատ քայլել, սպորտով զբաղվել, իսկ սննդակարգում ավելացնել բավարար քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ եւ այլ օգտակար նյութեր։ Այսօրվա դրությամբ մարդը ուտում է շատ ածխաջրատներով եւ ճարպերով հարուստ սնունդ, որը այս օրվա առօրյա սնունդն է, որի մեջ մտնում է չիփսբուրգները, գամբուրգները, շաուրման, ֆանտաները, կոկա-կոլաները, սպրայթները, եւ չի օգտագործում, չի ծախսում էներգիան, որը ստանում է, որը ոչ մեկը ծնողներից ունի շաքար, եւ երեխաները ունեն դա այդ հակումը ունենալու շաքար։ Ուրեմն պետք է աշխատեն, պետք է սպորտով զբաղվեն, ակտիվ, առողջ ապրելակերպ ունենան, լավ սնունդ օգտագործեն։ Չնայած այս հիվանդության բոլոր բարդություններին, այսօր շաքարային դիաբետը չի համարվում այնպիսի հիվանդություն, որը մարդուն զրկում է նորմալ ապրելու եւ աշխատելու հնարավորությունից։ Եթե դիաբետով հիվանդը հետևի իր սննդակարգին, ֆիզիկապես ակտիվ լինի, նրա կյանքը միանգամայն լիարժեք ու բնականon կլինի։ Տիրոհի Ալեքսանյան, Արտյոմ Ադամյան, Gala News։